Ողջույն ձեզ սիրելի հեռուստատող բարեկամներ։ Մեկ շաբաթ է, որ մենք գտնվում ենք մեծ Բաքվի շրջանում։ Բաքվը սկսվեց բուն բարեկենդանով։ Այսօր մենք խոսելու ենք արտաքսման կիրակի մասին։ Նախ մինչ արտաքսման կիրակի խորհրդի մասին խոսելը մի փոքրիկ անդրադարձ կատարենք բուն բարեկենդանի մասին եւ ընդհանրապես Բաքվի մասին։ Մեծ Բաքվի 7 շաբաթները արարչական 7 օրերի եւ այս կյանքի 7 դարերի կատարյալ տիպն են։ Այդ պատճառով ըստ Հակոբոս Ջարեն եղբոր եւ Գյուրեղ Երուսաղեմացու կազմած ընթերցվածների, որոնք ոսկյա շղթայով սքանչելի ու հիանալի համեմատություններով կապված են միմյանց, աղուհացի կիրակիներից յուրաքանչյուրն իր խորհրդի շարունակությունն է գտնում հաջորդ կիրակի օրվա ընթերցվածներում։ Այս ընթերցվածները բացահայտելով արարչական օրերի եւ այս կյանքի որպիսությունը մեզ վարդապետում են զղջմամբ հեռանալ չարից ու դառնալ առաջին բարուն, որը կորցրինք մեր անհնազանդության պատճառով։ Բուն բարեկենդանը դա բարեկենդանությունն է նշանակում եւ առաջի կիրակին է արարչագործության առաջի օրվա խորհրդանիշն է Ադամի եւ Եվայի դրախտում գտնվելու խորհուրդն է։ Թե ինչպես էին ապրում դրախտում եւ ինչպեսի վայելքների մեջ էին ապրում։ Սակայն չհասկանալով կորցնում են դրախտը եւ արտաքսվում են այս փշաբեր երկիրը։ Եվ ասեմ, որ բուն բարեկենդանից սկսած մինչեւ զատիկ յուրաքանչյուր կիրակի ունի իրեն խորհուրդը։ Եվ այս մի գեղեցիկ շղթա է ձևավորված, որ ընդհանրապես մենք իմանում ենք, թե արարչագործության սկզբից ինչ կատարվեց եւ ինչպես պետք է ավարտ ունենա արարչագործության ավարտը։ Այդ իսկ պատճառով կաշխատենք յուրաքանչյուր կիրակի խորհուրդը ներկայացնել մեր ժողովրդին։ Նախ ասեմ, որ Բաքվը շատ կարևոր խորհուրդ է, որ եկեղեցին սահմանել է։ Բաքվը առաջի պատվիրանն էր, որ տրվեց դրախտում, այսինքն առաջի պատվիրանն էր, որով մենք կորցրեցինք ամեն ինչ։ Եվ այս պատվիրանով է, որ վերստին պետք է գտնենք այն բոլոր ինչ որ կորցրել ենք։ Դա էր պատճառը, որ Քրիստոս Աստված որպես երկրորդ Ադամ եկավ եւ մկրտվելուց հետո ինքը 40-օրյա Բաքվի շրջան անցկացրեց եւ հաղթելով չարին նոր սկսում է իրեն բուն աստվածային գործերը։ Նույնպես մենք յուրաքանչյուրս մեր կարողության չափով, մեր ցանկության չափով պետք է աշխատենք, որպեսզի եկեղեցու կողմից կանոնադրված այս խորհուրդը պատվով կատարենք, որպեսզի դիմավորենք Տիրոջ սուրբ հարությունը ուրախ ձևով, պարզ մտքով, ուրախ հոգով։ Եվ ուզում եմ այժմ խոսել երկրորդ կիրակի մասին, ինչպես ասացինք, արտաքսման կիրակի մասին, որը նշանակում է Ադամ Եվայի դրախտից արտաքսվելը եւ թե ինչ տեղի ունեցավ արտաքսելուց հետո։ Եվ ասեմ, որ մեր եկեղեցում այդ օրը ընթերցվում է Ղուկասի ավետարանից։ Այժմ ես պետք է ընթերցեմ, որից հետո մենք մեր Սուրբ Հայրերի վարդապետությամբ կմեկնաբանենք ճշմարիտ մեր ուղղափառ վարդապետությամբ այս ավետարանի հատվածը եւ նաեւ որոշ զգուշացումներ ցույց կտանք մեր ժողովրդին, թե ինչպես պետք է զուշանան օտար մոլորությամբ վարդապետությանը, որոնք կարողանում են մեր ժողովրդին այսօր հեշտությամբ խաբել որոշ մասին իհարկե եւ զգուշանան, որպեսզի հետևեն ճիշտ ուղղափառ վարդապետությանը։ Ուրեմն Ղուկասի ավետարանի 10-րդ գլուխ 30 համարից է սկսում։ Ես ուղղակի մի քիչ ավելի 25 համարից եմ ուզում կարդալ, որպեսզի այս հարցը տվեցին, ասում է փարիսեցիները, օրինականներից մեկը։ Եվ ահա օրինականներից մեկը վեր կացավ, փորձում էր նրան եւ ասում. Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Եվ նա նրան ասաց. օրենքում ինչ է գրված, ինչպես է ընթերցում։ Սա պատասխանեց եւ ասաց. պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, եւ քո ամբողջ հոգով, եւ քո ամբողջ զորությամբ, եւ քո ամբողջ մտքով, եւ պիտի սիրես քո ընկերոջ ինչպես քո անձը։ Եվ Հիսուս նրան ասաց. ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա եւ կփրկվես։ Երբ նա կամեցավ ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. իսկ ով է իմ ընկերը։
Հիսուս պատասխանեց եւ ասաց, այստեղ արդեն բարի սամարեցու հատվածն է, որը ընթերցվում է եկեղեցում եւ որի մասին մենք պետք է խոսենք այսօր։ Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում եւ ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին եւ կիսամերկ թողեցին ու գնացին։ Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի, նրան տեսավ եւ թողեց անցավ։ Նույնպես եւ մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ եւ թողեց անցավ։ Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ եւ տեսնելով նրան գթած եւ մոտենալով կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց եւ տնելով նրան իր գրաստի վրա, տարավ մի իջևան եւ խնամեց նրան։ Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը 2 դահեկան հանեց, տվեց եւ ասաց. Խնամիր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ։ Արդ ըստ քեզ այդ երեքից որն է մերձավորը նրա, ով ավազակների ձեռքն ընկել։ Եվ սա ասաց, նա ով նրան գթած, Հիսուս նրան ասաց, գնա եւ դու նույն ձևով արա։ Այժմ մենք կարդացինք, բայց պետք է այժմ խորհուրդը հասկանանք։ Անպայման պետք է մենք իմանանք այս բարի սամարացու մեկնությունը, որպեսզի հստակ իմանանք, թե ինչպես պետք է ավետարանը կարդալ եւ ինչպես պետք է սովորել եկեղեցու վարդապետությամբ։ Այժմ կարդանք եւ ամեն մեկնախադասությունը մեկնաբանենք մեր եկեղեցու Սուրբ Հայրերի վարդապետությամբ։ Պողոս առաքյալը իր թղթերում այսպես է ասում. լավ է շնորհներով ամրացնել սիրտը եւ ոչ թե կերակրով, որոնց համար էլ ասում է նաեւ. լալով եմ ասում, որ շատերը ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։ Այդպիսիները չեն կարող վերցնել Քրիստոսի խաչը ըստ փրկչի պայմանի եւ հետևել նրան։ Եթե մեկը կամենում է ինձ հետևել, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ ետևից։ Այլ հետևում են հրեական անաստված վարդապետությանը, որով Կորան Հեղիի որդիները եւ Իսրայելն էլ մատնեցին կործանման, իսկ տապանակը գերության։ Այդպիսիները ամեն ինչ ծառայեցնում են որովայնի պետքերին եւ սուրբ գրքից վկայություններ են փնտրում իրենց ծույլ ու մեղք վարքը արդարացնելու համար եւ չեն դադարում տարուբերվելուց իրենց ու իրենց հետևորդների անձերին կորուստ պատճառելով։ Ուրեմն սկսվում է այսպես. Բարի սամարացին։ Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում եւ ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին եւ կիսամերկ թողեցին ու գնացին։ Մի մարդ, այս մարդը Ադամն է, որը անznիշխան կամքով, իր հոժար մտքով թողեց Տիրոջ պատվիրանը, կորցրեց դրախտը եւ ընկավ այս փշաբեր աշխարհը։ Եվ Երուսաղեմից Երիքով էր իջնում։ Երուսաղեմը թարգմանում է խաղաղություն, որը խորհրդանշում է Ադամի դրախտի գտնվելու պահը, որ խաղաղությամբ էր ապրում։ Իսկ Երիքովը նշանակում է լուսին, որը փոփոխական է, եւ կորցնելով ընկնում է այս փշաբեր աշխարհը Երիքով, որը խորհրդանշում է եւ ավազակների ձեռքը։ Ավազակները այստեղ նկատի ունի սատանաներին, չարերին, որոնց միջոցով մենք խաբվեցինք, ընկանք այս փշաբեր երկիրը եւ ավազակների ձեռք ընկնելով մերկացրին, վիրավորեցին եւ կիսամերկ թողեցին ու գնացին։ Այսինքն մեզ հալածեցին, մեր հոգին սպանեցին, մեղքերի մեջ գցելով մեզ մերկացրեցին բոլոր հոգու շնորհներից եւ թողեցին գնացին։ Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի, նրան տեսավ եւ թողեց անցավ։ Նույնպես եւ մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ եւ թողեց անցավ։ Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ եւ տեսնելով նրան գտած։ Այս հատվածը, որը շատ կարևոր է, մեր եկեղեցին շատ գեղեցիկ բացատրում է, քանի որ այս հատվածի վրա են հենվում նաեւ աղանդավորները։ Ուրեմն ուշադիր լսեք, սիրելի ժողովուրդ։ Ասում է, պատահեց, որ մի քահանան ճանապարհով իջնի, նրան տեսավ եւ թողեց անցավ։ Քահանան այստեղ նկատի ունի հին ուխտը, այսինքն Ադամի ընկնելուց հետո շատ մարգարեներ եկան, նույն մեր ադամական բնությամբ։ Նրանք չկարողացան փրկել մարդկային բնությունը, որովհետև շատ դժվար էր։ Նրանք իրենց դժվար անգամ պահեցին այս աշխարհիկ մեղքերից։ Տիրոջ օգնականությամբ Սուրբ Հոգով կարողացան զերծ մնալ մեղքերից։
Եվ նաև քահանան ասում է նրան տեսավ թողեց անուպես եւ մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ եւ թողեց անցավ։ Քահանան այստեղ խորհրդանշում է Ահարոնը, իսկ ղևտացին Մովսեսի օրենքը։ Այսինքն հին օրենքը չկարողացավ մարդկային բնությունը փրկել այդ մեղքից, որը կրել էր դրախտում եւ չէր կարողանում ազատվել։ Ի զորու չէր։ Եվ մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ եւ տեսնելով նրան գտած։ Այստեղ պետք է հասկանանք, թե ով է սամարացին։ Սամարացին նշանակում է պահպանող եւ այստեղ խորհրդանշում է Քրիստոս Աստվածը։ Եվ հրեաները, փարիսեցիները նախանձից, չարությունից դրդված նրանք Տիրոջը սամարեցի են անվանում։ Այսինքն պիտակ էին կպցնում, սակայն Տերը արարիչը երկնքի եւ երկրի սիրով էր տանում այս նախատինքը, որպեսզի բուժի մեր մարդկային բնությունը։ Եվ ուղղակի չեմ ուզում այստեղ զգուշացնել մեր ժողովրդին։ Այս օրինակը շատ են կարդում աղանդավորները, ասում են, տեսեք, քահանան թողեց եւ անցավ։ Ղևտացին թողեց եւ անցավ։ Այսինքն իրենք մեկնաբանում են, թե տեսեք, քահանայությունը վերջացավ եւ քահանայությունը չի կարելի։ Տեսնում եք, որքան սխալ մեկնաբանություն, որքան սխալ մոտեցում։ Սուրբ գրքի մեջ բազում վկայություններ կան քահանայության մասին։ Տերն ինքն ասաց, ես եմ քահանա, Հավիտյան ըստ կարգին Մելքիսեդեկի։ Քահանայության պատիվը տվեց, չէ՞ որ Մելքիսեդեկով դրվեց մարդկային քահանայության սկիզբը։ Տերը ինքը պատիվ է տալիս քահանայության, իսկ այստեղ նրանք ասում են քահանան։ Քահանան ես նորից եմ կրկնում մեր սիրելի ժողովրդին, որ քահանան այստեղ խորհրդանշում է հին ուխտը, որ հին ուխտը չկարողացավ փրկել մարդկային բնություն եւ միայն սամարացին, այսինքն Քրիստոս Տիրոջով կարողացանք մենք փրկվել ադամական մեղքից։ Այնպես որ պետք է Սուրբ Գիրքը շատ խոհեմությամբ, լրջությամբ մոտենալ, կարդալ, որպեսզի Աստված ձեզ ցույց տա ճշմարիտ իմաստություն եւ գիտությունը։ Ակարակ դեպքում շատ հանգիստ միշտ կրկնել եմ, նորից եմ կրկնում։ Գեղարվեստական գրքի մոտեցմամբ կգնեք շեղումների մեջ եւ վերջը շատ վատ կլինի։ Ավելի լավ է մարմնական մեղքերի մեջ ընկնի, քան թե դավանաբանական, որովհետև դավանաբանական մեղքերի դեպքում մարդը շատ դժվար է թողություն գտնում։ Իսկ եթե դարձի չկա, թողություն չի էլ գտնի։ Դրա համար այդ իսկ պատճառով, սիրելի ժողովուրդ, ես ուզեցի մի քիչ ավելի խորը խոսել այս հատվածի վրա, քանի որ շատ են շահարկում այս հատվածը կպնելով քահանայական կարգին։ Արդ գիտենք մեր փրկությունը եւ սատանայի պարտությունը, որ հպարտանալով ելավ բարձունքը եւ գողի չարությամբ մեզ գերեց ու բնակեցրեց երկրի վրա փոխանակ դրախտի։ Արդ քանի դեռ երկրի վրա ենք ու մարմնի մեջ, հալածվում ենք խավարասեր բանսարկուի կողմից եւ հոգով ու մարմնով վիրավորվում մեղքերի աղտից, պետք է ամեն տարի նույն ժամանակին կատարենք պահքի մեր փրկության նույն խորհուրդը։ Պահենք այս 40-օրյա պահքը, որպեսզի հրեղեն անձրևները մեզ չմաշեն, ինչպես բարկության անձրևը, որ պիտի ողի մոլորեցնողներին, ինչպես որ Նոյի ժամանակների 40-օրյա անձրևները խորտակեցին մեղավորներին։ Չծուլանանք մենք եւս ու պահենք, որպեսզի փորձառություն ու հեզություն ձեռք բերենք եւ չարժանանանք անասելի բարկությանը։ Եվ մոտենալով կապես նրա վերքերը, վրան ծեթ ու գինի ածեց, եւ տնելով նրանի գրաստի վրա տարավ մի ջևան եւ խնամեց նրան։ Տեսեք որքան գեղեցիկ է խոսում Սուրբ Գիրքը, գտալուց հետո ասում է մոտենալով կապես նրա վերքերը վրան ծեթ ու գինի ածեց։ Մենք այժմ պետք է հասկանանք, թե ինչ է խորհրդանշում ծեթը եւ գինի։ Ծեթը մենք գիտենք Սուրբ Գրքից, որ դա լույսի խորհուրդն է։ Եվ ծեթը նաեւ մկրտության խորհուրդն է, որ մենք Սուրբ Մյորոնով Տիրոջ մկրտվում ենք եւ գինին Տիրոջ Սուրբ արյունն է, որ մենք բելով հետո մենք փրկվում ենք եւ բուժվում ենք մենք այդ բոլոր հարվածներից, որը ստացել ենք դրախտը կորցնելուց հետո։ Սատան այդ բոլոր հարվածներից մենք կարողանում ենք բուժվել եւ ապաքինվել։ Եվ հետարքեր է, որ ասում է տնելով նրան իր գրաստի վրա, այստեղ Տերը ցույց է տալիս, այսինքն խորհրդանշում է իրեն մարմինը, գինին, արյուններ, գրաստը այստեղ մարմինն է, որ Տիրոջ մարմնով է, որ այսինքն մարմինն է, որ դրեց Սուրբ սեղանի վրա, որ պատարակվում է։ Եվ այդ Սուրբ
մարմինով է, որ մենք մեղքերը վերցնելով իր վրա, մենք մեզ տալիս է փրկություն։ Այսինքն մեր պարտքերը իրեն վրա է վերցնում, վճարում է մեր պարտքերի տեղ եւ փրկում է մեզ։ Եվ տարավ մի իջևան եւ խնամեց նրան։ Սուրբ Գիրքը ինչու է ասում իջևան տարավ եւ խնամեց նրան։ Այսինքն այստեղ նկատի ունի իջևանը Սուրբ եկեղեցին, որտեղ պատարակվում է Տերը։ Սուրբ մարմին եւ գինին է տալիս մեզ ի փրկություն։ Եվ իջևանը այս Սուրբ եկեղեցին է, որ Աստվածահիմն է, որտեղ Տերը ինքը կարգեց եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ, սարգսակներ եւ նրանց տեսուչներ կարգելով հոտին հովիվ կարգեց եւ ասաց խնամեք Տիրոջը։ Այսինքն եկեղեցու սպասավորին տվեց, որպեսզի մեր հիվանդ հոգիները, մեր ժողովրդի հիվանդ հոգիները բուժեն։ Այսինքն եկեղեցում է, որ պետք է յուրաքանչյուր մարդ ադամական այդ հարվածներից, չարի հարվածներից բուժվի։ Եվ մի անդրադարձ եմ ուզում կատարեմ նաև այս իջևանի մասին։ Մենք Սուրբ հայրերից իմանում ենք, որ եկեղեցին է։ Եվ նույն այդ աղանդավորները, ովքեր որ իրենք այս առակով քանային, ասում են քանայությունը ոչ մի բան եղավ, թող հասկանան, որ այստեղ Տերը եկեղեցին է, ասում է, որ եկեղեցում պետք է փրկությունը լինի։ Չպետք է մարդկանց եկեղեցուց դուրս հրավիրել։ Իսկ նրանց առաջի գործն է եկեղեցի չմտնել, քանային չմոտենալ, եկեղեցու ոչ մի խորհուրդները չլսել։ Տեսեք մոլորության ինչպիսի աշճան, սիրելի ժողովուրդ։ Ես ուղղակի կարող եմ մտածել, թե Տեր այրը հանդիմանում է, չգիտեմ ամեն անգամ եւ այլն։ Այո, պետք է մարդկանց նաեւ Պողոս առաքյալն ասում, պետք է տեղն եկած սաստես, հանդիմանես եւ մխիթարես։ Եթե մի բան Աստծո դեմ է, այո, պետք է սաստենք եւ հանդիմանենք։ Իհարկե մենք նաեւ մխիթարում ենք հասկացողներին։ Քանի որ սա մեր ազգի ցավագույն կետն է, այստեղից է որ չարը գործում է։ Չարը ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց Սուրբ եկեղեցուց անի։ Որովհետեւ եթե եկեղեցուց դուրս ես, ուրեմն դու երբեք Տիրոջ գինով, Տիրոջ Սուրբ մարմնով չես հաղորդու եւ փրկություն չես գտնի։ Բայց այստեղ մենք այս բարի սամարացուց սովորում ենք այս փրկությունը։ Նաեւ հետաքրքրական է, որ նաեւ եկեղեցուց դուրս հրավիրելով իրենց բարի սամարացի անուն են անվանում։ Տեսեք մոլորության աշճան։ Դուք արդեն մոլորված եք, սիրելի աղանդավորներ։ Ինչպես եք ձեզի բարի սամարացու անունով անվանում։ Արդեն դուք բարի սամարացին չեք հասկանում եւ մարդկանց դնում եք մոլորության մեջ։ Ուղղակի մենք ցավալով ենք ասում, որպեսզի կամած դուք ուղղվեք, վերջո հասկանաք, որ ինչը որ Աստծուց է կարգված, ոչ ոք իրավունք չունի հակառակվելու։ Ուղղակի մենք սա ցավալով ենք ասում, կրկնում եմ բազմիցս։ Եվ հաջորդ օր, երբ դուրս էր գալիս այնտեղից, Իջևանատիրոջ երկու դահեկան հանեց տվեց եւ ասաց. Խնամի նրան եւ ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ։ Տեսեք, եւ ասում է հաջորդ օր, երբ դուրս էր գալիս այնտեղից, Իջևանատիրոջ երկու դահեկան հանեց տվեց եւ ասաց. Իջևանատերը այստեղ եպիսկոպոսն է, այստեղ քահանաներն են, որոնց է հանձնված ժողովրդին հովելու, բժշկելու գործը։ Երկու դահեկանը, սիրելի ժողովուրդ, այսինքն հին եւ նոր ուխտերն է։ Որ երկու ուխտերով է, որ մենք պետք է առաջնորդենք։ Մեր եկեղեցին հիմնված է եւ հին ուխտի վրա եւ նոր, այսինքն Աստվածաշունչը ամբողջությամբ ենք ընդունում։ Ծննդոցից սկսած մինչեւ Հովհաննու հայտնություն։ Ամբողջ Սուրբ Գիրքը արդեն մեկ է։ Հինը եւ նորը միացան Տիրոջով եւ դարձավ կատարյալ։ Եվ այս բոլորի բուժումը կատարվում է եկեղեցում։ Եվ ինչ ասաս, խնամիր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ։ Ինչ որ ասում է ծախսես դրա վրա, այսինքն սպասավորները ինչ չափով որ ծառայեն, նույն չափով էլ Տիրոջից կստանան երկրորդ գալստյանը։ Ինչ կան որ դու կարողանաս Տիրոջը շատ ծառայել, ավելի ողորմածությամբ, բարի ծառայություն մատուցես, թեկուզ նեղություններով, ուրեմն Տիրոջ երկրորդ գալուստուն դու այդքան էլ կհատուցվես եւ առավել կհատուցվես։ Իսկ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ խորհրդանշում է երկրորդ գալուստը, որ Տերը անպայման գալու է եւ տալու է բոլորին։ Ամբողջ տիեզերքը, ամբողջ աշխարհը պետք է կանգնի Տիրոջ տադի առաջ։ Եվ այդ օրն է, որ ովքեր որ Սուրբ Գրքին հակառակ են գնում, ամոթ կմնան։ Եվ պետք է ավետարանյան խոսքերը կկատարվի, որ Տերը կասի, որ ասում է շատերը կասեն Տեր, բայց Տերը կասի ես ձեզ չեմ ճանաչում։ Այդ է պատճառը, որ մենք ցավում ենք, ասում ենք, որ շատերն եք Տիրոջ անունից գալիս,
բայց Տերը վերջում ձեզ ասելու ես ձեզ չեմ ճանաչում, քանի որ պարզ տրամաբանությամբ Աստծո Սուրբ եկեղեցին է կանարգում։ Պարզ տրամաբանությամբ ժողովրդին հրավիրում եք եկեղեցուց։ Մի բան ընդունենք, որ բոլոր եկեղեցուց դուրս են եկել։ Ինչ կկատարվի մեզ հետ, ընդհանրապես մեր ազգի հետ։ Կնշանակի, որ մենք կգտնենք թշվառ վիճակում, սատանայի ձեռքում։ Փառք Աստծո, որ այդ վիճակը չէ, տասված, որ մենք ավելի հզորանանք եւ օրը հզորանում ենք եւ այդ տեսնում են բոլորը, քանի որ Տիրոջ ողորմածություն եւ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ այսօր վերստին մենք հզորանում ենք։ Արդ ըստ քեզ այդ երեքից որն է մերձավորը նրա, ով ավազակների ցերկն էր ընկել, եւ սա ասաց, նա ով որ նրան գթաց։ Հիսուս նրան ասաց, գնա եւ դու նույն ձևով արա։ Տեսեք ինչ ասում։ Եվ սա ասաց, նա ով նրան գթաց, իսկ ով է գթում մեր ժողովրդին, ում միջոցով է գալիս փրկություն, եթե ոչ եկեղեցու վարդապետությամբ, Սուրբ եկեղեցու, որի հիմքը Քրիստոսն է։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, եկեղեցուց դուրս որքան էլ Տիրոջ անունը տակ, չհաղորդվեք Սուրբ հաղորդությամբ, Տիրոջ արյան մարմնով, 7 խորհուրդների հետ չմերձենաք, չպահեք 7 խորհուրդները, միևնույն է, Աստված ձեզ չի լսելու։ Եկեղեցու 7 խորհուրդների հիմքի վրա հիմնված է եկեղեցին, նաև եկեղեցու Տիրոջ Սուրբ պատարագով է, որ պետք է մեր ժողովուրդը փրկվի։ Այդ է պատճառը, որ մենք ամեն անգամ արձագանքում ենք ժողովրդին, սիրելի ժողովուրդ, Կիրակին տերունական օր է, Կիրակին թագավորական օր է, Կիրակին տվեք Տիրոջը, որպեսզի աղոթեք եւ Տերը ձեզ լսի։ Ընդամենը 2 ժամ ենք ասում, ավել չենք ասում։ Սուրբ պատարագին մասնակցեք եւ կտեսնեք, որ ձեր աղոթքը ինչ որ խնդրեք Տիրոջից կստանաք։ Արժե եւ մեզ գնալ դեպի ճշմարտությունը եւ օրենքով ու մարգարեություններով Աստծո վկայած սուրբ ու խորհրդական այս պահքի օրերին հավատով ու պարկեշտությամբ առանց նվազեցնելու պահել եւ սպասել մեր մեծ ու ճշմարիտ քահանայապետի Հիսուս Քրիստոսի մահվանը, որով ազատվելով արժանանում ենք վերին քաղաքին, որի դուռը պահքն է։ Մեր սիրելի ժողովրդին, որպես իմ խոսքերս հաստատեմ վկայեմ Սուրբ Գրքով, եւ նա բաղանդավորներին ապացուցել, որ մենք խոսում ենք Սուրբ Գրքով, ուզում եմ կարդալ Ավետարանի հետևյալ խոսքերը, որը վերաբերում է իրենց, իրենք կարդալով, ասում է, կարդում են եւ չեն տեսնում։ Լսելով, լսում են, բայց չեն լսում։ Այժմ ես կկարդամ Տիմոթեոս 3-րդ գլխից 3-րդ գլխի 6-րդ համարից։ Տեսեք ինչ է ասում Սուրբ Ավետարանը։ Նաև խորշիր նրանցից, քանզի նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, տարված պես ցանկություններով, մարդիկ, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն հասնում ճշմարիտ գիտությանը։ Եվ ավելին չեմ ուզում կարդալ։ Ուղղակի սիրելի ժողովուրդ, տեսեք, որ Տերը արդեն զգուշացրել է մեզ, ու ասում է խորշեք դրանցից, ովքեր մտնում են տնից տուն ու գերում են մեղքերով ծանրաբեռնած կանանց։ Սիրելի աղանդավորներ, սա հերիք չէ ցեզի, բավական չէ, որ դուք եք, որ Սուրբ Գիրքն է ասում, որ ցեզանից խորշեն մեր ժողովուրդը։ Ինչու եք մտնում տնից տուն։ Ո՞վ է ցեզ տվել այդ իրավունքը։ Միթե դուք եկեղեցի եք։ Միթե այդ իրավունքը ցեզ վերապահված է։ Ոչ, դուք իրավունք չունեք, քանի որ Ավետարանը զգուշացնում։ Եթե դուք մի պահ ճշմարտությանը հետևեք, նաև հետևեք Ավետարանի այս խոսքերին, որը վերաբերում է ցեզ։ Ուղղակի մեր սիրելի ժողովրդին ասեմ, որ տեսեք, մենք Ավետարանով նաև վկայում ենք, հաստատում ենք, որ արդեն նախորոք Սուրբ Հոգին զգուշացել է, որ այսպիսի մարդիկ են գալու եւ ձեր անդորն են խանգարելու։ Երբեք մի թույլ տվեք մտնեն ձեր տները, որովհետեւ ցեզ կբերի անաջողություն։ Նույնն է, որ դուք թևին տեղ տակ չարին ձեր բնակարաններում։ Ձեր բնակարաններում պետք է մտնի քահանան, Սուրբ խաչով, Սուրբ Ավետարանով, մտնի օրհնի, որպես իրոք Աստվածային օրհնություն իջնի ձեր բնակարաններում։ Դուք պետք է եկեղեցում ստանաք ձեր օրհնությունը Սուրբ պատարագի ժամանակ։ Ով է Եհովայվեկա, ով է Մորմոնը, ով է մյուս աղանդները, որ մտնում են տնից տուն եւ ժողովրդին մոլորության մեջ են գցում։ Տերը ինքը ոչ մեկին երբեք չի ստիպել։ Եվ Տերը առաքյալներին ոչ մեկին չստիպեց, որ այլ ասած, եթե միտեղ մտնում եք, ձեզ չեն ընդունում, ձեր ոտի փոշին թափ կտակ։ Նրանք սիրով են մոտեցել, մտել են քաղաք։ Իսկ սրանք տզրուկի պես կպչում են եւ չեն էլ թողնում մարդկանց։ Տեսեք, թե արդեն մոլորության ինչ աղջան, չարն է, չէ, չի հանգստանում, չէ որ չարը սկզբանե մարդասպան էր կոչվում եւ ուզում է մարդկանց հոգիները կլանել, ներողություն, մարդկանց հոգիները գողանալ եւ սպանել։
Այդ իսկ պատճառով սիրելի ժողովուրդ, խոշեք նրանցից, ինչպես որ ասում է Ավետարանը, որպեսզի չընկնեք քայթագործությունների մեջ, որպեսզի մայր եկեղեցուց չհեռանաք, քանի որ մորը ուրացողը կուրանա ամեն ինչ։ Նրանք արդեն իրենց հարազատ մորն են ուրացել։ Ուրեմն ցեզ էլ կուրանան եւ համարեք, որ արդեն ուրացած են։ Եվ ասեմ, իրենց մեջ էլ բազում բաժանություններ կան։ Նրանք իրենց մեջ անընդհատ բաժանվում են, քանի որ Աստծուց հիմնված չեն։ Մի քանի տարի առաջ Եհովայի վկաները ասում են, թե Քրիստոս Աստված չէ։ Հետաքրքիր է, որ այս վերջերս իմացա, որ նրանք ասում են, թե Քրիստոս Աստված է, բայց անզոր Աստված։ Տեսեք մոլորության աշճան։ Ընդամենը մի քանի տարվա մեջ արդեն իրենց վարդապետությունը սկսեցին փոխելը, կամ ինչպես կարող է Աստված լինել, բայց անզոր Աստված։ Տեսեք մոլորության աշճան։ Ես չեմ ուզում ավելին խոսել, ուղղակի խնդրում եմ մեր սիրելի ժողովրդին, իրենք էլ սատար կանգնեն մեր եկեղեցուն, օգնեն մեզ, հոգևորականներին, հավատացյալներին, նաև հավատացյալներով մենք դառնանք մեկ մարմին, մեկ ամբողջություն, միասին կարողանանք այն վերքերը, որը ստացել է մեր եկեղեցին, մեր հավատքը այս 70 տարի ընթացքում, օրստոր է կամաց բուժել։ Այո, մենք խոստովանվում ենք, մենք ունենք հիվանդություններ, մենք պակասներ ունենք, բայց մենք մայր եկեղեցին ենք։ Ուրեմն մայր եկեղեցին միայն կարող է ցավել իրեն հարազատ ժողովրդի համար, իրեն զավակների համար։ Այդ է մեր խնդրանքը, որպեսզի դուք էլ նույնպես նորողամտությամբ մոտենաք մեզ, մեկս մյուսով կարողանանք մեր եկեղեցին հզորացնել, քանի որ ամբողջ մեր փրկությունը, խաղաղությունը գալիս է եկեղեցու հզորությունից։ Ուրեմն Աստված թող օրհնի մեր եկեղեցին, մեր ազգը, մեր հավատքը եւ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ թող վերստին հզորանա մեր առաքելական հավատքը, որպեսզի մենք այս աշխարհից հետո կարողանանք հանգիստ խղճով հրեշտակետ բարձրանալ երկնքի արքայություն եւ այլ անտեղի բարիքները այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Դեպի տաճար հաղորդաշարի ստեղծագործական խումբը իր երախտագիտությունն է հայտնում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաղորդաշարը հովանավորելու համար։